Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը աշխատանքի օրվա առթիվ պատմել է իր անցած ճանապարհի մասին։ Նա վերհիշել է իր ուսանողական տարիները, երբ եղբոր հետ ամառային ամիսներին Ուկրաինայում ձեռքով ասֆալտ է փռել, վաստակածի կեսը տալով ծնողներին, իսկ մյուս կեսով հոգալով սեփական ուսման ծախսերը։ Գործարարը շեշտել է, որ բացի ջանասիրությունից հաջողության համար չափազանց կարևոր է նաև սեփական գործից խորապես հասկանալը։ Ամփոփելով իր խոսքը, նա ընդգծել է աշխատավոր մարդու դերը պետության հզորացման գործում, կարևորելով մայիսի 1-ի խորհուրդը բոլոր արդյունք ստեղծողների համար։ Ես այդ ժամանակները, եթե իմ պատկերացումների մեջ պատկերացնում եմ, մենակ երևի կատոկ ա եղել, չէ՞, ասֆալտանոց ուրիշ տեխնիկա չի եղել։ Մի հատ կատոկ, մնացածը մեր ձեռքերն էին։ Բայց նույնիսկ մենք մեր ձեռքերով ավելի որակով ասֆալտ էինք փռում, քան Փաշինյանը իր գերմանական տեխնիկայով։ Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է։ Հայ եթե ասեմ, առաջերտին 24 ժամ աշխատելու արդյունք է։ Սկզբնական շրջաներում նույնիսկ միգուցե ավելի շատ։ Համառությունն է։ Շատ կարևոր է գործից հասկանալը։